Արվեստին երկու հրեշ են սպառնում, նկարիչ, որ վարպետ չէ, և վարպետ, որ նկարիչ չէ։ Երվանդ Քոչարի ստեղծագործությունները մեծ ազդեցություն ունեն ժամանակակից արվեստի վրա։ Նրա ժառանգությունը չի սահմանափակվում միայն նկարներով կամ քանդակներով։ Նա արվեստում խոսեց իր ուրույն, նոր լեզվով։ Քոչարի գաղափարները իր ժամանակների համար շատ նոր էին, և հաճախ նա կրկնում էր. Բոլոր արվեստագետները վախենում են ժամանակից, իսկ ինձ համար ժամանակը միակ հույսն է։ Ես կարծում եմ, որ ժամանակը դեռ չի եկել, եւ դեռ պետք է գա, որտեվ այսօր էլ այսօրվա իրականությունը, երբ որ տեսնում եմ կողքից, տեսնում եմ մարդկանց մտածողությունը, մտածելակերպը, հասկանում եմ, որ դեռ Քոչարին պետք է հասնի։ Եվ իմ հույսն էլ արդեն ժամանակի վրա է, եւ իմ հույսը նոր սերնդի վրա է, որը կգա եւ ինքը կհասկանա ինչի մասին էր խոսքը։ Այդ ինչ էր ասում Քոչարը։ Գիտեք ինչ, այդ խոսքերը իրապես նաև իր գործերին են վերաբերում, այսինքն այդ իմ հույսը ժամանակի վրա հենց այդ իր արվեստի հասկացվածության առումով պետք է ասեր։ Սովորաբար մեր այցելուները Քոչարին ճանաչում են միայն որպես Սավսիդավթի հեղինակ, ինչը իրականում ցավալի է, բայց միևնույն ժամանակ շատ ընկալելի, որ այդպես էլ պետք է լիներ եւ նաև ուրախ ենք, որ գոնե այդքանով են ճանաչում, բայց գալով թանգարան բացահայտում են մի մեծ նորարարի, նկարչի, գրաֆիկայի վարպետի եւ մենք միշտ մեծ հաճույք ենք ապրում եւ տեսնում ենք այդ այցելուների աչքերում այդ կայծը բռնկված, երբ որ հանկարծ իսկապես բացահայտում են այդ իրենց համար այս արվեստագետին։ Ես երևի թե ընկալում եմ Քոչարին նրա համար, որովհետեւ ի վերջո ապրել եմ կողքը, լսել եմ, հետո ինքը ուղղորդել է, բայց ում ուղղորդեր։ Ինքը աշակերտները չունեցա, որ ուղղորդեր, որը հենց միտումնավոր չթողեցի, որ ինքը աշակերտներ ունենա, ինքը արդեն բելա էր էս երկրի համար, ուր մնաց հələ մի հատ էլ սերունդ բերեր։ Մի երկու հատ եղավ, օրինակ Ռուդոլֆ Խաչատրյան, հենց թողեց էս երկրից գնաց, ուրիշ չունեցավ աշակերտ։ Նա քանի որ վերադարձել էր Փարիզից ու տիրապետում էր ահռելի ինֆորմացիայի այնտեղ կատարվող ժամանակակից արվեստի ասպարեզում կատարվող իրադարձություններին եւ մեծ հաճույքով կիսվում էր դրանցով երիտասարդների հետ։ Ինչքան էլ արվեստում ստեղծած ավանդը բացառիկ լինի, հաճախ մեծ վարպետների մահից հետո ժառանգներից է կախված լինում ժառանգության պահպանությունը։ 1979 թվականին 79 տարեկանում մահանում է Երվանդ Քոչարը, թողնելով մեծ հետք արվեստի պատմության մեջ եւ հսկայական ժառանգություն՝ գեղանկարներ, քանդակներ, գրաֆիկաներ։ Ամբողջը կտակում է կնոջը, Մանիկ Մկրտչյանին, որն էլ իր վրա է վերցնում մեծ վարպետի ժառանգության պահպանումը եւ արվեստի տարածումը։ Նույն տարում Քոչարի կնոջ Մանիկի ջանքերով արվեստանոցի տեղում հիմնվում է Երվանդ Քոչարի թանգարանը։ 1984 թվականին տեղի ունենում պաշտոնական բացումը։ Թանգարանի տարածքը, արվեստանոցի հատվածը երկար տարիներ Քոչարի համար ծառայել է ոչ միայն որպես աշխատավայր, այլ նաև բնակվելու միակ վայրը։ Եվ այստեղ հավաքվել են ժամանակի նշանավոր անձնավորություններ, Ավետիք Իսահակյանը, Կոստա Զարյանը։ Այդ ժամանակահատվածի այդպես 50-ական, 60-ական թվականների երիտասարդ նկարիչներ եւ ոչ միայն նկարիչներ, երիտասարդներ, որոնց համար Քոչարը ոչ միայն, ասենք, ուսուցիչ էր, այլ նաև շատ հարազատ մի մարդ, շատ հետաքրքիր անձնավորություն, ում հետ կարելի էր երկար զրուցել եւ ընդհանրապես նա կարող էր խոսել առանց մտածելու հետևանքների մասին։ Մեծ վարպետի կինը Մանիկ Մկրտչյանը Երվանդ Քոչարի գործերը բաժանում է երկու որդիների՝ Հայկազի եւ Ռուբենի միջև։ Թանգարանի համալրման նպատակով Հայկազը եւ Ռուբենը իրենց բաժին նկարները հանձնում են թանգարանին ի պահ վերադարձնելու պայմանով։ Այս մասին է վկայում նաև փաստաթուղթը, որը կնիկվում եւ ստորագրվում է թանգարանի կողմից 1984 թվականին։ Քոչարը իր ժամանակին ոնց որ ասած հանձնարարական տրվեց եւ հետագայում դա այդպես էլ արեց մայրս, որ այն ժառանգությունը, այն նկարները, այն արվեստի գործերը, դրանք քանդակներ են, որոնք օդի մեջ հասկացողություններ էին, այսինքն պետական չէին, կոլեկցիոներների մեջ են, դրանք ուղղակի եղբայրների մեջ բաշխվեց եւ բավական հետաքրքիր եւ շատ արդար ձևով։ Եվ հետագայում, քանի որ ես գնում էի արտասահման ապրելու, ես էլ այտենց բան ունեի, ուզում էի աշխարհ անցնել եւ հիմնվել եւ ինքս ինձ հասկանալ, այդ ամեն ինչը ես ի պահ տվեցի թանգարանին։
Ի պահ, որպեսզի նա ցուցադրի, ժողովրդից հեռու չմնա, տանը փագեմ գնամ, ինչի նմանա։ Բայց երբ որ ուզենամ, կարող եմ դա վերցնեմ։ Բայց հիմա պարզվեց, որ եկավ տարածեց այն ինչ որ տվել եմ, ի պահ, դրա մի մասը արդեն գոյություն չունի, այլ չեն է պատրաստում պատասխանել, բա ինչ պետքա լինի դրա վերջը։ Մանիկ Մկրտչյանի ցանկությամբ իր մահից հետո թանգարանի տնօրեն է նշանակվում ավագ որդու Հայկազի կինը Լալա Մարտիրոսյանը, ով օգնել էր Մանիկին թանգարանի հիմնադրման գործում։ Հետագայում Լալա Մարտիրոսյանի ջանքերով է թանգարանը կարողանում դիմակայել ծանր 90-ականներին։ Այդ տարիներին նույնիսկ թանգարանը կողոպտելու փորձ է արվել։ Թանգարանի բացման օրվանից անցել է արդեն 40 տարի։ Այժմ թանգարանի տնօրենն է Լալա Մարտիրոսյանի եւ Հայկազ Քոչարի դուստրը Կարինե Քոչարը։ Ժառանգությունը պահպանվել է թանգարանում արժանավույնս, մինչև այսօր եւ հանրահռչակվում է, կարծում եմ արժանավույնս։ Մենք միայն ուրախ ենք աջակիցներ եւ մեզ ավելի օգնողներ գտնելու, ձեռք բերելու հարցերում։ Այդ տարիներին մի քանի անգամ վնասվեցին թանգարանի պատուհանները եւ հենց Լալա Քոչարի ջանքերով ամբողջ կոլեկցիան հավաքածուն թանգարանի պետական տեղափոխվեց այլ վայր, պահոցներ եւ վերաբացվեց արդեն ավելի ուշ։ Այս տարի նշվում է Երվանդ Քոչարի 125-ամյակը։ Հայաստանում եւ արտերկրում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ։ Հոբելյանական տարվա իրադարձություններից զատ ուշադրության կենտրոնում են հայտնվել Երվանդ Քոչարի որդու Ռուբեն Քոչարի եւ Երվանդ Քոչար թանգարանի միջև լարված հարաբերությունները։ Պատճառը 40 տարի առաջ թանգարանին ի պահ տրված 21 նկարներն են։ Ըստ Ռուբեն Քոչարի դրանցից 7-ը անհետացել են, թե որտեղ են թանգարան չի մեկնաբանում։ Տարբեր թանգարաններում, հենց Քոչարի թանգարանում շատ կան, որ կոլեկցիոներներ բերում են իրանց գործը կախում են 2 ամսով, 3 ամսով, հետո հետ են վերցնում։ Ասում եք բերի կախի, հետո ասեն չենք տալիս քեզ։ Ապացուցի որ դա քոնն է։ Որ թղթո դու վերցրել ես մարդու։ 1984 թվականին Ռուբեն Քոչարի եւ թանգարանի միջև կնքված պայմանագրում նշված է. Երվանդ Քոչարը նորաստեղծ թանգարանի բացման կապակցությամբ Ռուբեն Երվանդի Քոչարը թանգարանին է տրամադրում ժամանակավոր ցուցադրության համար իր սեփականությունը հանդիսացող ներքոհիշյալ գործերը, որոնց ցուցակը կցվում է սույն հավատարմագրին։ Թանգարանը պարտավորվում է ապահովել նկարների անվնասությունը եւ պահպանությունը, ինչպես նաեւ պահանջի դեպքում վերադարձնել։ Հիմք ընդունելով այդ պայմանագիրը Ռուբեն Քոչարը թանգարանից պահանջում է վերադարձնել իր սեփականություն հանդիսացող գործերը, սակայն թանգարանը մերժում է Ռուբեն Քոչարին, պահանջելով ապացուցել, որ այդ գործերն իր սեփականությունն են։ Ես երբ որ Միացյալ Նահանգներից վերադարձա, ժամանակ տնօրենը հարցս էր, ինձ ասաց ինչի ես եկել։ Դու ինչ գործ ունես այս թանգարանում։ Թանգարանի դու ինչ կապ ունես, որ դու գալիս ես։ Շատ զարմացա։ Ինչի։ Թողե գնացել ես, բայց չէ որ ես չեմ թողե գնացել, ես թանգարանը հանձնել եմ ձեզ։ Ի պահ, որ դուք տնօրինն եք, որտեղ ես գնում եմ ուրիշ գործերով։ Եթե ես չգնայի, ես շատ հանգիստ կարող էի ես լինեի տնօրեն, այն ժամանակ մայրս էր նշանակողը։ Եվ երբ որ հարցրեցի իսկ ուր են այդ գործերը, որ ես հանձնել եմ ձեզ ի պահ, այն ինչ որ տեսնում եմ լավ եք պահել։ Շատ շնորհակալ եմ դրա համար, որ իմ գործերը պահպանում եք, բայց մնացածը ուր են։ Այդտեղ իմացա, որ 7 գործ ուղղակի գոյություն չունի։ Այս դեպքի վերաբերյալ 2024 թվականի փետրվարին Ռուբեն Քոչարը նամակ է գրում վարչապետին։ Նամակի հիման վրա նախաձեռնվում է քրեական վարույթ։ Քննչական կոմիտեն հետքին հայտնել է, որ գործով նախաքննությունը շարունակվում է։ Հետքը հարցում է արել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը տեղեկանալու, թե ինչ պարբերականությամբ է ստուգվում թանգարանային ֆոնդի առկայությունը եւ արդյոք պակասող նմուշներ հայտնաբերվել են, թե ոչ։ Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը պատասխանեց, որ ստուգումները տեղի են ունենում ոչ պակաս քան 3 տարին մեկ անգամ։ Քանի որ տարին հոբելյանական էր, 2024 թվականի ստուգումները տեղափոխվել են 2025 թվականի հունվար։ Նամակին կից նախարարությունը ուղարկել է Երվանդ Քոչար թանգարանի տնօրեն Կարինե Քոչարի պատասխանը, որտեղից պարզ է դառնում, որ թանգարանի ֆոնդի ստուգումը իրականացնում է հենց թանգարանը, արդյունքների մասին տեղեկացնելով նախարարությանը։ Երվանդ Քոչարի թանգարանում տեղի են ունեցել ֆոնդի թվով 6 ստուգումներ՝ 2000, 2010, 2013, 2016, 2019, 2021 թվականներին։ Վերոնշյալ ստուգումների արդյունքում թանգարանի ֆոնդից որևէ թանգարանային առարկայի բացակայության վերաբերյալ փաստ չի արձանագրվել։ Կարինե Քոչարը չցանկացավ մեկնաբանել, թե որտեղ են այն 7 նկարները, որոնք մատնանշում է Ռուբեն Քոչարը։ Փոխարենը նա տվեց ընդհանրական մեկնաբանություն իրավիճակի վերաբերյալ։ Ես երբեք չէի ուզենա այս հարթակում դրանց անդրադառնալ,
Գիտեք, եւ նշեմ, որ ոչինչ չի անհետացել։ Այդ ժառանգությունը իրականում տնօրինել են երկու եղբայրները, ում որ պատկանում էր այդ ժառանգությունը, եւ դրանց մի մասը պետական գնման շնորհիվ ուրեմն գնվել է եւ գումարը փոխանցվել Ռուբեն Քոչարին։ Մի մասը տնօրինել է Հայկաց Քոչարը եւ այսքան տարիների ընթացքում ընդհանրապես պապիկի ժառանգության հետ կապված որևէ տարաձայնություն երկու եղբայրների միջև չի եղել։ Եվ ինձ համար շատ ցավալի է, անչափ ցավալի է, որ այսօր Ռուբեն Քոչարը հանդես է գալիս հայտարարություններով, որոնք, ինչպես ասեմ, երբևէ իր եւ եղբոր միջև չեն եղել տարաձայնության առարկա։ Եվ կարծում եմ, որ այս օրերին հենց Օբելյանի օր ընդհանրապես պետք է որ շատ ավելի պատասխանատու լինենք եւ ավելի փորձենք վառ պահել Քոչարի հեղինակությունը, Քոչարների ընտանիքի, ինչու մենակ Քոչարների ընտանիքի հեղինակությունը, անունը, պատիվը եւ փորձել խուսափել նման պատվաբեր գործունեությունից եւ հայտարարություններից։ Ինքը իր եղբոր հետ բոլոր հարցերը քննարկել է եւ չուներ որևէ տարաձայնություն այսքան տարիներ։ Եվ իր այս ինչպես նշեցիք քննչական գործունեությունը ամբողջը ծագել է եղբոր մահամերձ լինելու ընթացքում իր նամակների շնորհիվ։ Մնացածը թողնում եմ ձեզ։ Ասեմ, որ այն աստիճան է վիճակը, որ ես չեմ կարող իմ հորս արխիվին մոտենալ։ Իմ նկարները տնից, իմ հորս հետ նկար ես ունեմ, ուզում եմ, ես չեմ կարող ստանալ դա։ Ես ոնց որ օտար մարդ պետքա դիմեմ, հետո իրանք կմտածեն տան թե չտան, հետո իրանք կմտածեն որ չտան, որտեղ տալիս են ինչ անեմ։ Երբևէ չենք ստացել իրենից նամակ, թող ցույց տա այդ նամակը, որ գրելու մերժվել է, եւ բացի դրանից Թանգարանի այդ լուսանկարների ամբողջ շտեմարանը այսօր գրանցված է շտեմարան այդ հատուկ պետական ստեղծված արխիվ գոյությունից ցանկացած լուսանկար հասանելի է։ Հասկանալու համար, թե որքանով է իրավաչափ Ռուբեն Քոչարի դիմումը Թանգարանին նկարները վերադարձնելու պահանջով եւ թե որքանով է իրավաչափ Թանգարանի մերժումը, զրուցել ենք իրավաբան Արփինե Հովհաննիսյանի հետ։ Ձեր տված տեղեկատվության հիման վրա ես փորձեմ եզրահանգումներ անել, որոնք բխում են օրենսդրությունից։ Տիկնոջը Երվանդ Քոչարի անցել են նրա պատկանող ամբողջ գույքը, այդ թվում կերպարվեստի ստեղծագործությունները։ Եվ հատկապես եթե նա իր մահից առաջ է տվել կերպարվեստի ստեղծագործությունը բաժանել իր որդիների միջև, նշանակում է մենք այստեղ գործ ունենք ոչ թե ժառանգման իրավահարաբերությունների այլևս, այլ սովորական սեփականության իրավունքի փոխանցման հետ, մասնավորապես այստեղի է ունեցել սովորական նվիրատվության գործարք։ Եվ նվիրատվության գործարքով այդ գույքերը բաժանվել են համապատասխանաբար իր որդիների միջև։ Ինչ վերաբերում է սեփականության իրավունքը հավաստող որոշակի փաստաթղթային կազմին կամ փաստաթղթերին, ապա իհարկե նշանակություն ունի, թե ինչ տեսակի գույք է եւ արդյոք այդ գույքի համար օրենսդրությունը, թե հիմա, թե նախկինում նախատեսում է հատուկ որոշակի հավաստագրեր, եթե խոսքը վերաբերում է արվեստի ստեղծագործություն հանդիսացող որոշակի օբյեկտի սեփականության իրավունքով պատկանելուն, ապա նման վկայագիր կամ հավաստագիր իհարկե գոյություն չունի, մայրը իրեն պատկանող գույքը նվիրել է իր որդուն, կարող է իհարկե քննարկվել նվիրատվության գործարքի օրենքի պահանջներին համապատասխանության հարց, բայց դրանից էությունը պատկանելության չի փոխվելու, փաստացի մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ անձը պարտավոր չէ որևէ մեկին տանել ինչ-որ թուղթ ցույց տալ, ասել սա իմն է։ Առավել եւս դուք ձեր խոսքում մատնանշեցիք, որ 1984 թվականին փաստացի սեփականատերերից մեկի կողմից Թանգարանին է փոխանցվել իրեն պատկանող կտավների մի հատվածը ցուցադրության համար։ Սա դե ֆակտո եթե վեճ ծագի, եթե դատարանում երբևէ քննարկման առարկա դառնա, ըստ էության լինելու է որոշակի ապացուցողական նշանակություն ունեցող փաստ, որ Թանգարանը նախընդունել է, որ սեփականատիրոջից է դրանք վերցնում, ըստ էության կնքել է կերպարվեստի ստեղծագործության ցուցադրության իրավունքի փոխանցման պայմանագիր, որը կարող է կնքել սեփականատիրոջ կամ իրավատիրոջ հետ, սա փաստ է, եւ այս դեպքում եթե անձի մոտ կասկած կար, օրինակ Թանգարանի մոտ կասկած կար, որ արդյոք նա է սեփականատերը թե ոչ, ապա
սեփականության իրավունքով իրեն պատկանելու հիմքերը պետք է պահանջվեին այդ ժամանակ։ Հիմա, եթե նույնիսկ նման վիճարկում է տեղի ունենում, ապա դա չի կարող տեղի ունենալ այն պայմաններում, երբ օրինակ կերպարվեստի ստեղծագործությունները անձը պահում է իր մոտ եւ ասում է՝ «Բեր ինձ թուղթ, որ դա քեզ է պատկանում», այդ հարցը պետք է բարձրացվեր դեռևս 1984 թվականին, եւ եթե նույնիսկ հիմա են փորձում բարձրացնել, ինչը ծայրահեղ բարդացնելու է որևէ դատական process, որովհետեւ շատ երկար ժամանակ է անցել, ամեն դեպքում չի կարող թանգարանը իր մոտ պահել եւ ասել՝ «Չեմ վերադարձնում, մինչեւ թուղթ չտաս»։ Այն թուղթը, որով տրամադրվել է, հիմք է, որպեսզի վերադարձնեն իրեն այդ կտավները, հետո կարող է ցանկացած հիմքով վիճարկում լինել։ Մենք փորձեցինք հասկանալ այդ 7 նկարի անհետացման ինչ հնարավոր սցենարներ կարող են լինել։ Պարզվեց, որ նկարներից մեկը թանգարանը տարիներ առաջ նվիրել է մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին։ Այդ մասին Ռուբեն Քոչարը իմացել է թանգարանից։ Այս գործը ես չեմ էլ իմացել, որ նվիրվում է Հասմիկ Պողոսյանին։ Նկարներից մյուսն էլ Երվանդ Քոչարի ազգականներից մեկը տեսել է Մոսկվայի հայկական եկեղեցու Տապան թանգարանում։ Հայկական թեմից մեզ հայտնեցին, որ այնտեղ Երվանդ Քոչարից 4 գործ է ցուցադրվում։ Նկարների համադրումից պարզ է դառնում, որ դրանցից 3-ը Երվանդ Քոչար թանգարանի հավաքածուից է։ Այդ նկարները հիմա էլ կարելի է տեսնել կայքի համապատասխան բաժնում։ Նկարները Մոսկվայի թանգարանին նվիրել է 2020 թվականին Էմիլ Սարգսյանը, որը հայտնի բանաստեղծ Սարմենի որդին է։ Նա նաև հայտնի է որպես քրեական հեղինակություն։ Էմիլ Սարգսյանը եղել է մեծ կոլեկցիոներ եւ թանգարանին նվիրել է ընդհանուր 40 գործ։ Նվիրաբերելուց կարճ ժամանակ անց նույն տարում նա մահացել է։ Մենք փորձեցինք կապ հաստատել Էմիլ Սարգսյանի որդու հետ, պարզելու թե որտեղից եւ ումից է իր հայրը ձեռք բերել Երվանդ Քոչարի գործերը, սակայն նա չցանկացավ մեզ որևէ մեկնաբանություն տալ։ Քոչարի ժառանգների անձնական եւ իրավական վեճերի ելքը դեռևս անհայտ է։ Սակայն Երվանդ Քոչարի ժառանգության պահպանումը ժամանակի հրամայականն է։ Ժամանակի, որը Երվանդ Քոչարի միակ հույսն էր։